համարում ենք մեր քաղաքացիական բաց խորհրդի երկրորդ նիստը։ Մինչև նիստի բացումը մի երկու խոսք այսօրվա և վաղվա իրադարձությունների մասին։ Առաջինը, ինչպես դուք գիտեք, լրատվամիջոցներում արտադրվեց պարոն Սարգսյանի նամակը ինձ ուղղված, որը ես ստացա Ազատության հրապարակում մի քանի ժամ առաջ։ Ես վաղը գրավոր կպատասխանեմ պարոն Սարգսյանին։ Ողջունեք մայրիկից, բարև մայրմա։ Վաղը պարոն Սարգսյանին գրավոր կպատասխանեմ։ Չորեքշաբթի օրը ժամը 12-ին ես լրատվամիջոցների բոլոր հարցերին կպատասխանեմ այդ և հարակից այլ թեմաների վերաբերյալ։ Առայժմ այդ կանը։ Երկրորդը մեր առաջիկա գրաֆիկի մասին, այսօր կունենանք մեր արդեն 7-րդ նիստը, կներկայացնեն իրենց մոտեցումները նոր Հայաստանի վերաբերյալ ժառանգության գլխավոր քարտուղարը միջազգային հարցերով Ստեփան Սաֆարյանը, մեր խմբակցության ֆրակցիայի խմբակցության նախկին ղեկավարը, ինչպես նաև նախախորհրդարանից մտավորական դիրիժոր Վարդան Հակոբյանը։ Այս հանդիպումից հետո ձեր հարց ու պատասխանի ավարտին էլի լրատվություն կունենանք մի փոքր երկու բար։ Վաղը 12-ին Ռուբեն Հակոբյանը կդա այս շաբաթվա առաջի ասուլիսը հրապարակից, ժամը 5-ին Պետրոս Մարկոյանը ժողովրդավարական հայրենիքից և Մանվել Գասպարյանը Ժուկ կուսակցությունից, ինչպես դուք գիտեք, այդ երկու կուսակցությունները ժառանգության և այլ կուսակցությունների հետ կազմում են քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ Բարև Երևան քաղաքապետական ընտրությունների ցուցակը։ Իսկ ժամը 8-ին շատ պիտի ուզենայի, ինչպես իմ ավանդույթն է, ընտանիքիս հետ լինել մեծ ֆուտբոլի դաշտում, իմ սիրած տեղում, բայց այս անգամ պայմանների բերմամբ չեմ լինելու, դրա համար մենք միասին, ես խրախուսում եմ դուք, դոմս արեք, գնացեք, Հայաստանի հավաքականի հաղթանակը ապահովեք կենթանի, բայց ով չի գնում, մենք այստեղ մեծ պաստար, մեծ էկրան կունենանք և հրապարակից վաղը ժամը 8-ին մեր տղաներին կողջունենք և կգալենք հաղթանակը Հայաստանի հավաքականին։ Այնպես որ բարի եկաք, հրաշալի օր է, Ազատության հրապարակն է Ստեփան Սաֆարյան և Վարդան Հակոբյան և ողջունեք մեր համագարկող մոդերատոր, մեր սիրելի Լևոն Բաղրամյանը։ Շնորհակալություն պարոն